Գարեգին երկրորդ ծառա Հիսուսի Քրիստոսի ողորմությանն Աստուծո և կամոք ազգիս եպիսկոպոսապետ և կաթողիկոս ամենայն հայոց, ծայրագույն պատրիարք համազգային նախամեծար Աթոռոў Արարատյան առաքելական մայր եկեղեցվո սրբով կաթողիկ էջմիածնի Քրիստոսավան սիրով ողջույն և օրհնություն հայրապետական Մեծիտան ընկիլիկյով կաթողիկոսության պատրիարքության հայոց սրբոց Երուսաղեմի և Կոստանդնուպոլսով արքեպիսկոպոսած, եպիսկոպոսած, վարդապետած, քահանայից և սարգսակած, թեմական, երեսփոխանական ժողովոց, թեմական և համայնքային խորհրդոց և պաշտոնեից և սիրեցյալ համայն հավատացյալ ժողովրդյան հայոց։ Զարդիկ որդիկ լուսով, ի հոգնություն հորն լուսով, ժամակիկ, աղաղակելով, որպես դեպ ի բարձր դիտանոց է, ըստ պատվիրանս Աստուծո ի լսելիս է, թուղթ ընդհանրական։ Երախտիկին նվիրական զգացումով այս տարի ոգեկոչում ենք հայոց առաքելապատիվ հայրապետ Սուրբ Ներսես շնորհալու վախճանման 850-ամյակը։ Սուրբ Ներսես շնորհալի հայրապետը հայոց նշանավոր մեծագործ կաթողիկոսներից է, հայրուն աստվածաբան, հզոր քարոզիչ, բանաստեղծ և երգահան, պատմիչ ու մանկավար։ Ներսես չորրորդ հայրապետը որպես քաջովի, որ ծանծը յուր դնեի վերագոչկարած, հովանու ավետարան 10-11, եղավ առաքինազար առաջնորդ, լուսապայծառ փարոս մեր ժողովրդի համար և Տիրոջ անխոջ մշակ։ Նա իր բազմաբեղուն առաքելությունը ծավալեց Հռոմտայում հաստատված հայրապետական աթոռից։ Երանաշնոր հոպապետը կաթողիկոսական նստավայրի տարածության պայմաններում ձգտելով միասնական ու ամբողջ վայրի ժողովրդի հոգևոր և ազգային կյանքը, հայեցակարգը միշտ դեպի երկինք օգտավանում են Քրիստոսայինն հայոց հոգևոր կենտրոնի Սուրբ Էջմիածնի բացառիկ կարևորությունն ու նշանակությունը, Հայաստանի այցք եկեղեցի հողում կատյար շողն ետնային, լույսն անսպեր ծավալեցավ և կարագայցն անճարելի, Սուրբ Ներսես շնորհալու ողջույն ու գործունեությունը Աստուծո փառաբանություն է և մարդկանց սրտերը Աստծուն ներծեցնելու տգտաջան առաքելություն։ Նա անհոգնաբեր քարոզությամբ Տիրոջ պատվիրաններն են ուսուցանում, հավատացելով զարդիկ որդիկ լուսով, ի հոգնություն, հորն լուսով, աղաղակելով որպես դեպ ի բարձր դիտանոց է, ըստ պատվիրանս Աստուծո ի լսելիս է։ Մեծանուն հայրապետը հոպեց հայոց հոտը դժվարի ու աղետալի ժամանակներում, մեր ցավ ու տրտմություն կրելով մեր ժողովրդի տարագրված ու գաղթական դարձած բացում զավակների համար։ Նա հայրաբար խրատական իրավունքի խոսքն ուղղում էր բոլորին, իշխաններից մինչև զինվոր ու շինական, եպիսկոպոսներից մինչև քահանա, սարգսակու դպիր, հավատով զորացնելով և գիտելիքներով սրբցնելով ամենքին։ Սուրբ Ներսես շնորհալու հոգեթող խոսքը նշանակալի աշխատությունները
տաղերն ու գանձերը յուրահատուկ մտքի Ոյանքով ու վայրիչ ոճով ուղղված են այոց ազգային քրիստոնեական ինքնության պահպանմանը, հոգևոր և մշակութային կյանքի բարձրացմանն ու յուրեղացմանը։ Երանաշնոր Հայրապետի բերում գրչի արտասիքները բարեզարդեցին մեր եկեղեցու կիսակարգերը, արդյուն պահեցին մեր ժողովրդի քրիստոնեական հոգին ու միտքը և ուսավորեցին նրա քարքարոծին դեպի հոգևոր և ազգային զարթոնքի նոր հորիզոններ։ Սուրբ Ներսես շնորհալին մեծ համբավ ու ճանաչում է ունեցել նաև միջազգային և միջեկեղեցական ասպարեզում, հունած, ասորած, լատինած, քրիստոնյա աշխարհում հոգևորականներ և հավատացյալներ տպավորվել ու ոգեշնչվել են նրա առաքինի վարքից և գիտական մշտությունից, մշտապես ապավինելով Աստծո ողորմածությանը, նա հուսարապ ջանքեր գործադրել ի խնդիր եկեղեցիների սիրով գործակցությամբ։ Հայոց Երանյան Հայրապետը քրիստոնեական եկեղեցիների միջև տարածած դարավոր բաժանումը ջանած ավետարանական հոգով փարատել և աջակցող քրիստոնյա աշխարհի միասնականությամբ հայ եկեղեցու դիրքորոշումը բնորոշելով միությունի կարևորս ազատություն հեղբարականս և ձեր համենայնիվ հանածևով։ Սիրելիներ, հայացքի մեծագործ զավակների կյանքն ու գործոց պայծառ օրինակները լուսավոր ուղենիշ են սերունդների համար։ Հայոց տաղանդաշատ ու հռչակավոր անձանց հիշատակի նորոգումով, որպեսզի Սուրբ Ներսես շնորհալի Հայրապետը այլև նրանց գոտեպնդող հորդորներով, ծրատներով ու խրախուսանքով ուժի առել մեր ժողովուրդը դիմակայելու փորձություններին, ապրելու, մաքարելու և բարձրացնելու իր կյանքը առաջադիմության և լուսավոր գալիքի կերտման ճանապարհին։ Շնորհալի Հայրապետի վառ օրինակով այսօր է աղաչելով որպես դեպի բարձր գիտանոցես պատվիրանս Աստծո ոգեշնչում է հավատացելով ըստ առաքելական պատվերի ամենեցուն զանց նորինակ կացուցանել գործոց բարության, վարդապետության, զանեկություն ունել ըստ սրբություն, ըստ բարկեցություն, ըստ բանն ողջամտության։ Տիմոթեոս երկրորդ գլուխ 7-8 համարներ։ Հայրապետական այս կոնդակով հրավերք են ուղղում առաքելական մեր սուրբ եկեղեցու թեմական և ազգային կառույցներին, գիտական ու կրթական հաստատություններին, բարեսիրական, հայրենակցական կազմակերպություններին և համայն մեր ժողովրդին, գիտար ժողովով, հրատարակություններով ու հանդիսություններով նշանավորել Սուրբ Ներսես շնորհալու անմահ հիշատակը, վերարտավորել ազգային և համաեկեղեցական անդաստաններում միշտ արդիական նրա ավանդը, մեծարել քրիստոնեական հավատքի ականավոր ուսուցչին և ազգային հոգևոր մեր կյանքը նորոգողին։ Տիրոջ իշխան սուրբ սեղանի առջև աղոթում ենք, որ բարձրյանն Աստված Սուրբ Ներսես շնորհալի Հայոց Հայրապետի բարեփոխության իր ամենախնամ աչքի հովանու ներքո պահպանի և հավատով, հույսով և սիրով զորացնի համայն մեր ժողովրդին, դիմագրավելու մեր կյանքը հուսով դժվարությունները և իրականացնելու լուսավոր գալիքի համազգային իր ձերը։ Թող Տերը խաղաղություն և բարություն պարգևի մեր հայրենիքին
եւ անսասան ու պայծառ պահի Հայաստանյան ծառայական մեր սուրբ եկեղեցին այսօր եւ միշտ ամեն օրգան գարեգին երկրորդ ամենայն կաթողիկոս ամենայն հայոց տված կոնդակս 3 մարտի համիդյարն 2023 թվի եւ ի թվին հայոց ՌՆՀԲ իմ այրավանը սրբոյչ միացնի ընդ համարավ 1211